Կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նրանցից երկուսը նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են, Sputnik Armenia-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է 2 ամսով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՎԵ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անառակաբարո արարք, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված լինելու հոդվածով։ Ավելի վաղ ՎԵԴ-ի մանկապղծության այս դեպքով ձերբակալվել էր քույրերի հորեղբայրը, ավելի ուշ ազատ արձակվել։ Այս գործով 2 ամսով կալանավորված են Արթուր Երեմյանը եւ Դավիթ Այնազյանը։ Դոնի Ռոստովի իշխանությունները հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմին են փոխանցել հայկական ճեմարանի պատմական շենքը որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ։ Այս գործընթացում իր ավանդն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է հայ եկեղեցու կրթական առաքելությունը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս։ Շենքի հետագա գործունեությունը կազմակերպելու եւ վերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով։ 4 հարկանի շենքը պահպանել է իր գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով գտնվում է անմխիթար վիճակում։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմն ամբողջությամբ կվերականգնի կառույցն ու կվերակենդանացնի կրթական կենտրոնի պատմական առաքելությունը։ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում բացված Արցախ ժառանգություն եւ հիշողություն ցուցադրությունը դարձել է ոչ միայն մշակութային կարևոր իրադարձություն, այլև հարթակ բարձրաձայնելու Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային հարցերը։ Ոչ ենք անում բոլորին մոռացության չտալ Արցախը։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի մեր կորուստներին գումարվի նաև մոռացությունը։ Ցուցահանդեսի շրջանակներում քննարկումների առանցքում էր ոչ միայն մշակութային ժառանգության պահպանումը, այլև քաղաքական ներկա իրողությունները, մասնավորապես Բաքվում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցն ու տարածաշրջանում հաստատված թվացial խաղաղության վտանգները։ Ամեն օր բոլոր հնարավոր ատյաններում պետք է խոսենք գերիների վերադարձի մասին։ Եթե կան գերիներ, ուրեմն մեր հարաբերություններում, Ադրբեջանի, Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ լուծված չէ։ Ուրեմն այդ խաղաղությունը իմիտացիա է։ Թանգարանում ներկայացված նմուշները, պատմական քարտեզներն ու վավերագրերը այցելուների համար կմնան որպես մշտական գործող ապացույց Արցախի հայկական պատկանելիության մասին։ Կազմակերպիչների խոսքով միջազգային հանրության համար սա ևս մեկ առիթ է առերեսվելու Արցախի հանդեպ իրականացված անարդարությանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հրազդանում հանդիպել է իր համակիրների հետ, ներկայացել տնտեսական զարգացման իր պատկերացումները, շեշտը դնելով զբոսաշրջության խոշոր ծրագրերի, սոցիալական արդարության ու սպորտի ոլորտում ունեցած իր փորձի վրա։ ԲՀԿ առաջնորդը խոսելով իր նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին, նշել է, որ այն դառնալու է հայության հպարտության խորհրդանիշն ու զբոսաշրջային հսկայական ներհոսքի աղբյուր։ Եթե մի քանի միլիոն տարեկան տուրիստ գա, էլ չեն ասելու Բրազիլիա, այլ ասելու են Հայաստան, կոտայք։ Ու մի քանի միլիոն մարդ գա, այդ մարդիկ այդ միլիոն, ասենք 10-20 միլիոն տուրիստ գա։ Մենակ ասենք թե Աբովյան չի գալու, Հրազդան է գալու, գնալու է Սևանել է գնալու, Ջերմուկել է գնալու, այդ գումարները ժողովուրդը հարստանալու է։ Ծառուկյանը խոստացել է տնտեսական աճի ստացած միջոցների մի մասը նպատակա ուղղել թոշակառուներին, ուսանողներին եւ պատերազմի մասնակիցներին։ Պետք է տնտեսությունը զարգանա, գումարներ կան, որ այդ գումարներն էլ ճիշտ բաշխվի ժողովրդի մեջ։ Ասենք եթե տնտեսական աճ եղավ երկրում, տնտեսական աճը 1%-ը մեր երկրում 25 միլիարդ է։ Եթե ասենք թե 12% տնտեսական աճ լինի, ուրեմն 300 միլիարդ։ 300 միլիարդից տարեկան 10 միլիարդը տուր թոշակառուին, 10 միլիարդը տուր առողջապահությանը, 5 միլիարդը տուր ուսանողությանը, 5 միլիարդը տուր բազմազավակ ընտանիքներին։ Միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման
ոստիկանից, ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Գեղարքունիքի Դբրաբակ համայնքի բնակիչների հետ։ Պայմանագրային զինծառայողներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցում խոսել է բանակի նկատմամբ պետության անտարբերության մասին։ Ըստ նրա, պետությունը այսօր նախապատվությունը տալիս է ոչ թե սահմանը պահող զինվորին, այլ ոստիկանական ուժերին։ Իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է, բայց Պատճառը դա է, դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետև մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը, որովհետև պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է, արտոնություններն է, վերաբերմունքի բաննա, պարգևադրումներ եւ այլ։ Հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում, հատկապես գիտեք ոստիկանության որ մասը, ոչ թե այն մասը, որը հանցավորության դեմ է պայքարում, այն մասը, որ բերետավորներ, որ ավելի շատ քաղաքական ճնշումների ասենց մահակը նորմալ վարձատրվում է։ Բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը։ Հիմա առաջինը երկը, ճիշտ է։ Լրիվ ընդունում են փոխելու են։ Եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի, ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք, բայց եթե մեր սահմանները թույլը չենք կարող, էլի մենք այստեղ ապահով զգանք մեզ։ Այդտենց է, նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել, որ սահմանը եթե թույլ է, խնդիր ունես։ Մենք զրոական կետից Փաշինյանի պես չենք սկսելու։ Մեղրի գյուղատնտեսական յուրահատկության ու պետական աջակցության անհրաժեշտության մասին է խոսել ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը մեղրեցիների հետ։ Իշխանության գալուց հետո դաշինքը խոստանում է տեղական արտադրողին պաշտպանելու համար սահմանել մթերման նվազագույն գին։ Կարապետյանի խոսքով իրենց օրոք ներմուծման քաղաքականությունը կլինի ճկուն, այն ապրանքները, որոնք Հայաստանում չեն արտադրվում, կներկրվեն ցածր մաքսատուրքերով ժողովրդի ապրուստը հեշտացնելու համար։ 3 միլիոնանոց Հայաստանը մեղրի նման զոնա չունի։ Այդ իսկ պատճառով այն կուլտուրաները, որ այստեղ են աճում, Հայաստանում բացի նոյեմբերյանից մի քանի հատված ուրիշ ոչ մի տեղ չեն աճում ու կարող են աճել։ Ինչ առաջարկ ունենք մենք։ Մթերման կայանների մասին լսել եք։ Ինչ է անում մթերման կայանը։ Աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենաաղքատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը զբաղվում է նրանով, որ ֆիքսում է մինիմալ գին մթերման։ Մեր երկիրը պետք է պաշտպանի տեղական շուկան դրսի ներմուծումից այն դեպքում, եթե այդ ապրանքը տեղում արտադրում է։ Եթե չի արտադրում, ներմուծումը էժան կթողնենք, որ ժողովուրդը էժան ապրուստ ունենա, որը որ տեղում արտադրվում է, այդ դեպքում կոչվում է պրոտեկցիոնիզմ, պաշտպանություն հայկական արտադրողին։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 100 արշավը շարունակել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եվրամիությունում կամ ԵԱՏՄ-ում լինելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն այս պահին չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի նախագահի հետ մենք աշխատանքային մակարդակում այդ քննարկումները ունեցել ենք, եւ ես ասել եմ, որ ինչպես հրապարակային արտահայտվել եմ, որ մինչև այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել նաև հարակվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Իմ գնահատականն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Կարողանան դատարաններում խնդրել արդարադատություն, արդարություն ամենակարևորը։
Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց են եղել, խոսել դատական համակարգի արատավոր երևույթների եւ քաղաքական ճնշումների մասին։ Մարուկյանը խոստացել է, եթե իշխանության կան կներդնեն եվրոպական չափանիշներ, որտեղ կբացառվի գործադիրի միջամտությունը։ Ժողովուրդ ջան, դուք հնարավորություն եք հունիսի 7-ին ձեր քվեարկությամբ ունենալու անկախ դատական համակարգ, որ ձեզ դատարանների բակերում չտանեն թերեն ամիսներով վճիրներով ձեռքների որևէ ձևով արտադրության չհասնեք, որ ձեզ չլսեն ապօրինի, որ որևէ իշխանություն չմտնի ձեր տուն, ձեր անձնական կյանք, մնացած բաները։ Եվ բիզնեսը չխլեն։ Եվ բիզնեսը չխլեն, հա։ Ամենակարևորն է։ Չվախենաք, ասեմ, տելի մի հատ ձեր ընդդիմադիր ընկերոջ կողքը խաղանով, վախից որ կարող կան մի հատ նենց ակտ գրեն, հետո տարիներով դատարաններով գնան։ Սուրեն Պետրոսյանն ու ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամները Գյումրիում շրջել են, քաղաքացիների ներկայացրել իրենց ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները։ Մենք սիրում ենք խոսել հաղթանակներից։ Ուժեղ պետություն ունենալու համար փոքր քայլերով պետք է կառուցել երկիրը, վստահեցրել է Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության անդամ Սարգիս Արզումանյանը։ Ավտոմեքենան սխալ տեղում կայանելու ու աղբա-աղբամանի մեջ չգցելու օրինակով բացատրել ուժեղ պետության իրենց առաջարկը։ Կարգապահությունը վերացական տերմին չէ։ Այն սկսվում է հենց քո փողոցից, քո շքամուտքից։ Եթե մենք չենք կարողանում ընդունել այս փոքր հարցերը որպես կանոն, ապա չենք կարող ունենալ կայուն պետություն մեծ հարցերում։ Մենք գալիս ենք փոխելու հենց սա, որտեղ օրենքը գործելու է բոլորի համար։ Երկիրը սկսվում է հենց քեզնից։ Գործող իշխանությունները պիտի փաստացի չախչախիչ բարդություն գրեն։ Ազգային ժողովրդավարական բևերը նախընտրական այս փուլը համարում է վճռորոշ Հայաստանի թրքացումը կասեցնելու եւ ազգային պետություն հիմնադրելու տեսանկյունից։ Կուսակցության խորհրդի անդամ Ջիրայր Սեֆիլյանի խոսքով իրենք պատրաստ են համագործակցել այլ ուժերի հետ հանուն հայկական շահի, եթե դա կօգնի ձերբազատվել ներկայիս թուրքաենթակա իշխանություններից։ Եվ այո, անշուշտ որ բացի գործող իշխանությունների եւ նրանց ենթակա արփանյակներից մենք պետք է կարևորագույն հարցերի շուրջ գործակցության եզրեր գտնենք եւ այս ցաներ ճգնաժամից դուրս գալու առավել եւս մեր պատկերացրած ազգային պետության հիմքերը տնելու գաղափարի շուրջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բղավել է ներկաների վրա Նայրոբիում ընթացող Աֆրիկա առաջ գագաթնաժողովի ժամանակ, երբ դահլիճում տիրող աղմուկը խանգարել է ելույթներին։ Excuse me, everybody. Hey. Մակրոնն ընդհատել է միջոցառումը եւ շեշտել. անհնար է խոսել մշակույթի մասին, երբ դահլիճում նման աղմուկ է։ Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածը որակել է որպես անարգանք եւ ներկաներին առաջարկել, եթե ցանկանում են առանձին զրուցել, դուրս գան դահլիճից։ So this is a total lack of respect. ما هر وقت که لازم باشه می‌جنگیم ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին Իրանի պատասխանը ներառում է հստակ կետեր, ուղղված շրջափակման վերացմանը եւ իրանական ակտիվների ապասառեցմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Թեհրանի պահանջներն օրինական են եւ ներառում են պատերազմի ու զոհահենության դադարեցումը, Հորմուզի նեղուցում նավագնացության եւ տարածաշրջանում Լիբանանում կայուն անվտանգության հաստատումը։ بر اساس Բաղային շեշտել է, որ չնայած բազմաթիվ երկրներ կապի մեջ են եւ մտահոգված են լարվածության սրմամբ, պաշտոնական միջնորդների դերը շարունակում է ստանձնել Պակիստանը։ Նա նշել է, որ Կատարը եւս ունի որոշակի առաջարկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն կողմերին։ Ըստ Բաղայի, այժմ մյուս կողմը պետք է գործնականում ապացուցի իր մտադրությունների լրջությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր համարել Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների առաջարկին եւ շեշտել, որ դա իրեն դուր չի գալիս։
Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի եւ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունից աստիճանաբար հեռանալուն, հայտնել է New York Times-ը։ Հոդվածում նշվել է, որ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրապարակային քննադատել Սպիտակ տանը։ Կիևի դժգոհության հիմնական պատճառները ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն ու տարածքային զիջումների հարցում Վաշինգտոնի գործադրած ճնշումներն են։ Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Վաշինգտոնը դեռևս շարունակում է Կիևին տրամադրել կենսական նշանակություն ունեցող հետախուզական տվյալներ։